նախկին ծառայությանս վայրի օրինակով այդ տրամաբանությամբ եմ մտել Հովանավանք այդ տեսակ ծառայություն մատուցելու, այդ տեսակ ծառայություն եւ ծառայակից ունենալու այդ փափագը սրտիս, երբ որ ես նորանշանակ քահանա մտա ապարան եւ այնտեղ արդեն իսկ Տեր Մուշեն հոգեվոր հովիվներ ամբողջ ժողովուրդը սիրով ցնծությամբ ընդունեցին Տեր Հայրը մեկ առ մեկ ծանոթացրեց համայնքի բոլոր խնդիրներին, գործունեության բոլոր կողմերին, ինձ արագ ներգրավեցին այդ ծառայության մեջ եւ ես իմ ուժերին կարողացածից չափով լծվեցի այդ լուծը Քրիստոսի լուծը եկեղեցու սպասավորությունը կատարելու եւ երբ որ ինձ նոր նշանակեցին Հովանավանք, նշանակվեցի Սրբազան հոր կողմից, հենց առաջին հայացքից այդ սառնությունը, հենց ընդդիմություն անգամ այդ ժամանակ եղավ, երբ որ նոր նշանակեցին, գրառումներ արվեցին, հարցադրումներ արվեցին, թե ինչու երկրորդ հոգեվորականը։ Տեսեք, ես բերեմ համեմատականներ, այնտեղ ուրախացան ապարանում, որ եւս մեկ հոգեվոր սպասավոր է ավելացել, որովհետեւ իրապես ժողովուրդը մեծ պահանջարկ ունի, այսօր էլ շատ հոգեվորականի պակաս ունենք եւ ամեն տեղ մեկ հոգեվոր սպասավորի ավելացումը իրապես ուրախություն է հավատավոր ժողովրդի համար, որովհետեւ իրենք պատկերացնում են, թե այն ինչ որ կարող էր անել մեկ քահանա, երկուսով ավելի լավ կստացվի, բայց այդ սառնությունը, այդ ընդդիմությունը հենց սկզբից եղավ ոչ ցանկալի, ոչ ցանկալի անձ այս հարցադրումները ինչու երկրորդ հոգեվորական մեկը արդեն կար, ճիշտ է, կարծես հիմա որ նայում եմ ինքը առաջին հայացքից իր օգտակարությունը, այսպես հիմա կարող եմ հաստատապես ասել չագերտավոր բերեց, որ ամեն ինչ լավ է, նորմալ է, բայց այդպես էլ մենք որպես ծառայակիցներ չկարողացանք իրապես միասնաբար ծառայություն իրականացնելու, անգամ այն փոքրիկ անձնարարությունները, որ ունեցել ենք Սրբազան հոր կողմից, որ միասին ինչ-որ մի տեղ պիտի գնանք, միասին ինչ-որ մի բան անենք, միշտ ինչ-որ մի ձևի չի ստացվել։ Մեր մտերմությունը չկայացավ։ Ինչքան էլ մենք եկեղեցում որպես սպասավորներ իրար հետ սպասավորել ենք, իրար հետ աղոթքի ենք կանգնել, իրար հետ պսակադրություններ ենք կատարել, մկրտություններ, խորհրդակատարություններ, այսինքն լիարժեք երկուսիս մասնակցությունը եղել է, բայց այդ ծառայությունը չվերածեց քահանայական եղբայրության եւ մտերմության, ինքը միշտ այսպես պահել է դիստանցիա է պահել։